Բարև ձեզ համար երկու հարգելի լրագրողներ, սովորաբար ես միշտ բրիֆինգներից առաջ հերացական խոսք եմ ասում, բայց այս անգամ նման տրամադրություն չունեմ, ուղղակի երկու բառ, ինչպես? Ուղղակի երկու բառ, բնականաբար օրվա քննարկվող հիմնական երկու թեմաները Պարոն Սամվել Կարապետյանին առնչվող խնդիրներն են և այսօր Թուրքիայի հետ կապված հարցերը, վստահ եմ դուք հարցերը կտաք, իմ պատասխաններին հարմար հարցերը բնականաբար, բայց կապված Սամվել Կարապետյանի մասին, իմաստուն խոսք կա, մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանի գործը կյանքը բոլորիդ աչքի առաջ է, միայն ստեղծել, միայն բարիք և Հայաստանում և Արցախում և ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ և այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով տարբեր ոլորտներում, այլև պարզ հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք ոչնչությունը ով է և ոչնչությունները ովքեր են։ Մի բան էլ ձեզ ասեմ, այս վերջին շրջանիկ հայլերը այս մարդու նփին նկատի ունեմ, շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սաակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով և վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում և արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանք, փորձել ձերբակալել և այլն և այլն։ Նմանությունները և զարգացումները կարծում եմ շատ համընկնում են և վախճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Եվ երեկ մի հետաքրքիր գրառում կար, որ Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 18-ին միջազգային հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանի հանդեպ և 4 տարի հետո նույն օրը Հայաստանի իշխանությունները կալանավորում են Սամվել Կարապետյանին։ Ես վստահեցնում եմ ձեզ, Սամվել Կարապետյանը ուժեղ կամային մարդ է և այս հերթական ապօրինությունը այս իշխանությունը չի մարսելու։ Եվ երբ սկսում եմ խոսել, չեմ կարողանում կանգ առնել, ընդհատեք ինձ։ Երբ մի քանի օր առաջ այդ մարդը ՆՓ-ն ասում էր, որ չենք հանդուրժի որևէ սպառնալիք Հայաստանի Հանրապետության հանդեպ Հայաստանի հեղինակության վիրավորում, ինքը կարծում եմ նկատի ուներ հենց ինքը իրեն, որտեղ որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքը ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը կամ վիրավորանք մեր երկրին։ Եվ ամենատիպական այստեղ այն է, որ սրանք արդեն սկսել են խոսել մենք Հայաստանի Հանրապետությունը։ Արարատ Միրզոյանն էր կարծեմ ասել վերջերս, դուք Հայաստանի Հանրապետությունը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության ամենան եք։ Հայաստանի Հանրապետությունը դուք չեք ու չեք լինելու։ Եվ այս առումով մի բան էլ այն վախերը, որ կա այս իշխանության թիվ մեկի մեջ, գիտեք, այսպես ձևակերպեմ, աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է,
նա երբեք չի կշտոնալու։ Վախը նրա կակուղ փափուկ հյուսվածների մեջ է, որը երբեք չի անցնելու այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Երրորդը սուտն է, կեղծիքն է, որ նա ցանկացած բան կարող է 180 աստիճան շրջել եւ ամեն օր ասել տարբեր բաներ։ Այսքան է իբրև փոքրիկ նախաբան, խնդրեմ ձեր հարցերը։ Եվ մի բան էլ ասեմ, երեկվա խոսքից էլ մի բան ասեմ, որ հաջողության պատմություն է որակում 2022 թվականի Պրագայի իր հայտարարությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Հայ ժողովուրդը հազարամյակներով, 100,000-ներով ապրել է իր բնորանում, այդ բնորանից հայ մարդկանց այսօրվա էթնիկ զտումը, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը, այս բանը համարում է հաջողության պատմություն։ Իր համար, իրենց համար հաջողության պատմությունը իրենց այսօրվա կյանքն է, ոստիկանական հազարավոր մարդկանցով շրջապատված լինելը, 20-25 մեքենայով շրջելը, դաչաներում, Սևանում խրախճանքներ կազմակերպելը եւ փորձել սա ներկայացնել իրենց իբրև Հայաստանի Հանրապետություն։ Կրկնում եմ, իրենք Հայաստանի Հանրապետության հետ որևէ ազգակցական նույնիսկ հեռավոր կապ չունեն։ Շնորհակալ եմ։ Հարցեր։ Հայկական երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Վարդանյան, 2 օր առաջ Իշխան Սաղաթելյանը Սամվել Կարապետյանի հետ կապված այդ իրադարձությունների ֆոնին ասաց, որ տարբեր քննարկումներ են գնում, նաև գործողությունների անցնելու հետ կապված, կարող եք որոշակի փակագծեր բացել, ինչի մասին է խոսքը, ում մասին է, ում հետ են քննարկումները, երբ կլինեն գործողություններ, թե ոչ։ Տեսեք, այսպես ձևակերպեմ։ Սամվել Կարապետյանը կալանավորված է, նրան տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, գիտեք որտեղ է գտնվում, ենթադրում եմ, որ Արմավիր են տեղափոխել, որ հանկարծ մարդ չհավաքվի, միտինգներ, ցույցեր չլինեն, թեև այդ բանը ասում եմ, մենք ժողովրդական երկիր ենք եւ յուրաքանչյուր ոք ունի կարծիք այդ արտահայտելու հանրավակներ կազմակերպելու իրավունք։ Արդեն իսկ փաստաբանական խումբը աշխատում է, դուք վստահ եմ տեղյակ եք, որ նաեւ ամենավատ սահմանափակումներն են արել, նույնիսկ պատգամավորները իրավունք չունեն այցելելու Սամվել Կարապետյանին, միայն փաստաբանները եւ մերձավոր ազգականները։ Փաստաբանական խումբը այսօր աշխատում է, ես վստահ եմ, որ եթե արդեն չեն արել, կներկայացնեն միջնորդագիր վերաքննիչ դատարան, փաստաբանական խումբը ես վստահ եմ կհամալրվի եւ իսկապես հայ եւ պրոֆեսիոնալ եւ ոչ միայն ենթադրում եմ փաստաբաններ կզբաղվեն գործով, իսկ ձեր նշած խնդիրները այսօրի ընթացքում բնականաբար կլինեն քննարկումների մեջ եւ շատ բան կախված է նաեւ իհարկե պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից, հետագա կարծիքներից։ Այնպես որ ես նկարագրեցի, թե ինչպես ավարտվեց Սաակաշվիլու իշխանությունը, ենթադրում եմ, վստահ եմ գրեթե եւ ասացի, որ Սամվել Կարապետյանը ուժեղ կամային եւ հայ մարդ է եւ որևէ նման հիստերիկ քայլերով զսպել հնարավոր չի լինելու։ Այսքանը։ Ֆակտոր։ Ինչպես։ Շատ ուրախ եմ Մանյա ջան։ Իշխանությունը տնդում է, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը քաղաքական գործընթացներից դուրս ինչ-որ գործողության կոչեր։ Դուք անձամբ ինչպես եք գնահատում գործարարի հայտարարության մեջ ընկած հետևյալ ձևակերպումը, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, իրենց ձևով կմասնակցեն եւ մեկ հարց է դուք 2018 թվականին միակ պատգամավորն եք, որ դեմ գնացիք ձեր քաղաքական ուժին եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետի տեխնատությանը կողմ զայն տվեցիք, բայց 2 օր առաջ, երբ որ իմպիչմենտի գործընթացը արդեն սկսվել եւ ազգային ժողովում հանդիպում ունեցավ
Արթունենք շարժման հետ դուք ստորագրեցիք ինչ պետք է այդ հայտարարության տակ, սա ինչպես է։ Շիրով երկու շատ իրարից շատ մոտ հարց էր։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը բնականաբար վերաբերում էր եկեղեցուն աջակցելուն, եկեղեցուն պաշտպանելուն եւ միայն հիվանդ մարդը դրա տակ կտեսնի իշխանության բռնի զավթման կոչ, ինչպես որակել են քննիչները եւ դատարանը։ Որևէ անձ, որը կանգնած է հայ եկեղեցու կողքին եւ այն ստորությունը, որ սրանք անում են հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բնականաբար սրանց կողմից ընդունվելու է սվիններով, իսկ հայ եկեղեցու հանդեպ սրանց արշավանքը բնականաբար հասարակությունը պառակտելու, հասարակություն հիմքերը, հոգևոր հիմքերը նաև խարխլելու եւ ադրբեջանա-թուրքական նախապայմանները կատարելու հետևանք են։ Ես քիչ առաջ գալիս էի, լսում էի, ներեցեք։ Ինքը ինչպես է մինչև պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն։ Ինչպես է պաշտպանել։ Իբրև հայ մարդ դուք այսօր ինչ կարծիք եք այս եկեղեցու դեմ արշավանքի մասին։ Նույնը ես, նույնը առավել եւս Սամվել Կարապետյանը։ Եվ ես գալիս լսում էի, որ սահմանադրությունը, սահմանադրական կարգը եւ այլը։ Հարգելի լրագրողներ, սահմանադրությունը այնքան, որ սրանք են ոտնատակարել։ Հիմա տեսեք, հայ-թուրքական հարաբերություններ։ Կա 2010 թվականի սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ վերաբերյալ։ Հենց վերցրեք նորից կարդացեք եւ տեսեք այսօրվա իր կամ քիչ հետո ներկայությունը կամ դրանից առաջ ներկայությունը Թուրքիայի ղեկավարի առաջ։ Սահմանադրական դատարանի որոշման բացահայտ ոտնահարում։ Հիմա սրանք խոսում են սահմանադրությունից, աբսուրդ է, չէ՞։ Գալով իմպիչմենտին։ Հարգելի լրագրողներ, դուք իմ մոտեցումը հստակ գիտեք, մեր խմբակցության մոտեցումը գիտեք, մեր ստորագրությունները տեսել եք։ Արթունենք շարժման այդ հանդիպում մի քիչ շատ մեծ եք ասում։ Գիտեք, ես այդ թեման փակել եմ նաև այդ տղայի այցելության ընթացքում։ Գիտեք, էլի իմաստուն խոսք կա, չէ՞։ Հանգուցյալի մասին կամ լավը կամ ոչինչ, նույնը կարելի է ասել Մահամերձի մասին։ Եթե իհարկե առաջիկա օրերին ես այսօր մի բան տեսավ, վերնագիր, չգիտեմ, գուցե վերնագիրը չէր արտահայտում, որ Հովիկ Աղազարյանը նախկին ԿՊԱ-ական ասում է մենք կմիանանք պատիվ ունեմին, եթե փոխվարչապետերի պաշտոնները մեզ տան, ինչ որ նման կարծած հետագիր փաստորեն քննարկումներ են գնում պաշտոնների բաժանման մասին։ Ինձ համար այդ թեման ավարտված է, այդ թեման կրկնում եմ, խմբակցությունը ասել է, ստորագրությունները դրված են, եթե կլինի պրոցես, իրական պրոցես, որ մենք տեղյակ կլինենք, ստորագրությունները դրված են։ Հաջորդ հարցը։ Իհարկե 28 ստորագրություն դուք չեք տեսել։ Դուք տեսել եք 6 ստորագրություն եւ տեսել եք 28 ստորագրություն։ Ազատություն։ Ազատություն գոչեցի։ Թուրքիա կատարած այցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի, քանի որ օրակարգը հայտնի չէ հանրությանը, դուք ունեք տեղեկություններ կամ ենթադրություններ, ինչ օրակարգով է այս հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվելու, ինչ որ որոշումներ դուք ակնկալում եք, որ այնտեղ կկայացվեն Թուրքիայում Էրդողան Փաշինյան հանդիպման ընթացքում, եւ երևի լսեցիք, որ իշխանությունը կոնկրետ Սամվել Կարապետյանի այն հայտարարության մեջ, որ մենք դա կանենք մեր ձևով, եթե քաղաքական գործիչները չեն կարողանում, պնդում են, որ սա սպառնալիք է պետությանը, որտեվ նա կոնկրետ հստակեցրել է, որ քաղաքական ձևը եթե չի լինում, իր ձևով է դա անում։ Այսինքն սրան հղում անելով են նշում, որ պետք է իրավապահները պարզեն, թե ինչ դրա տակ ինչ է նկատի ունեցել Սամվել Կարապետյանը։ Եթե դուք պնդում եք, որ սա քաղաքական հաշվեհարդար է, ինչու Կարապետյանի դեմ նման հաշվեհարդար պետք է իրականացվեր, դուք ունեք տեղեկություններ, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում էր առաջիկայում ներգրավել ակտիվ քաղաքական գործընթացներում։ Շնորհակալություն։ Թուրքիա։ Հանդիպման օրակարգը մեզանից գաղտնի է,
ոչ դուք, ոչ ես, ոչ Հայաստանի Հանրությունը այդ օրակարգից որևէ ինֆորմացիա չունի, բայց եւ ես եւ դուք եւ մեր հասարակության գիտակից մասը վստահ եմ տեղյակ է, թե ինչ օրակարգ ունի Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի մասով։ Այսօր ես մի հոդված տեսա, որտեղ հստակ շարադրված են այն պահանջները, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացնում են Հայաստանին, իբր թե առանձնախապայմանների։ Բայց մենք նաեւ տեսել ենք այս մարդու հանդիպումները Ալիևի դեմ ստորացած Էրդողանի մոտ ինչ վիճակում եւ մի բան էլ նկատի ունեցեք, տեսեք։ 3 Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանը գնացել է Թուրքիա 1 օր առաջ եւ բնականաբար երկու եղբայրներով իրենց ժամացույցները շրջգրտելու են, հարցերը պատրաստելու են եւ գնալու է մի հատ մեկը, որը բասկաթորին բազմացի դիմաց նստած էր աթոռակի վրա Հայաստանի դրոշը թարս դրած։ Դուք պատկերացնում եք, թե ինչ խոսակցություն կարող է լինել այս մարդու միջով։ Ես տեսա նաև պատվիրակությունը հայտնի այն մարդիկ, որոնք ասում են մենք Հայաստանի Հանրապետությունը եւ ասացի, թե նրանք ովքեր են ամենաառաջի իմ խոսքում։ Այնպես որ որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին եւ մի մարդ, որ ասում է ես մինչև 22 թվականը ֆորպոստի վարչապետ էի, հիմա Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ, այդ մարդուն մի հատ հարցրեք, այսինքն դու ֆորպոստում հեղափոխություն ես արել, իշխանության ես եկել։ Տեսեք, այս մարդու ինքը պատրաստ է կեղծել ամեն ինչ եւ դրանով զբաղված է օր ու գիշեր եւ իմ խորհուրդը ձեզ մոռացեք այդ մարդուն։ Ինչպես պատմությունն է մոռանալու, ինչպես շատ կարճ ժամանակ հետո մենք տեսնելու ենք, որ Հայաստանը նույնիսկ այս ամենադժվար իրավիճակներում ես լավատեսություն եմ ձեր փոխանցում, Հայաստանը կանգնեցնելու է այս գահավիժման process-ը եւ քայլ առ քայլ ոտքի է կանգնելու, ես իմ գործընկեր պատիվ ունեմ խմբակցության ընկերներին սպասեցնեմ։ Եվ մի վերջի հարցը։ Վերջին հարցն էլ կա։ Չէ, ներողություն, վերջի հարցն էլ կար ազատության հարցը։ Ինչպես կոնկրետ տեղեկություն ես մի անգամ ասել եմ, չէ, դες կարծում եմ, որ ես իմ չիմացածը երբեք չեմ ասում, իսկ իմացածս երբեմն եմ ասում, բայց որևէ հայ արժանապատիվ հայ մարդ Հայաստանի Արցախի համար ամեն ինչ արած եւ մեծ հեղինակություն ունեցող մարդ չի կարող համակերպել այն իրավիճակին, որ բերել են այս չարիքի իշխանությունը։ Այսքանով բավական է։ Վերջին հարցը Civic։ Ինչպես։ Բայց ինչ ասացի, չէ։ Տեղեկությունն եք, որ քաղաքական Ես ասացի, գործընթացն։ չէ, այդ մասին։ Հիմա ունեք չեք ասում, թե չունեք չեք ասում։ Այլ հարցեր կան, խնդրում եմ։ Վերջին հարցը Civic։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Պարոն Վարդանյան, հարց ունեմ ձեզ, թույլ կտաք։ Civic-եմ։ Այո։ Հեղինե Մանուկյան, չգիտեմ որքանով Ինչպես դեր անունը ներեցեք։ Հեղինե Մանուկյան։ Հեղինե Մանուկյան, լսում եմ, Հեղինե։ Դուք որտեղ եք աշխատել նախկինում, Հեղինե ջան։ Տարբեր։ Ծանոթ, թվարկեք։ Հրապարակ։ Բրավո, Հերթ։ հայտարարություն։ Ում համար։ Ձեզ համար։ Ինչու։ Լավ շարունակեք։ Լավ, News-եմ եւ մի շարք այլ լրատվամիջոցներ, պարոն Վարդանյան, շնորհակալություն հարցի Ոչ մի հայկական համար։ ժամանակ չկար ձեր թվարկածի մեջ։ Ներեցեք։ Ոչ մի հայկական ժամանակ չկար։ Կա, հիմա էլ կա։ Կար նաեւ ժամանակ օրաթերթ։ Չգիտեմ իմ հարցադրումները որքանով կհամապատասխանեն։ Հարցադրումները թե հարցը։ Բլից հարցադրումների ֆորմատով կփորձեմ, որքանով այդ հարցադրումները կհամապատասխանեն ձեր պատասխաններին, որքանով համարժեք կլինեն, բայց այդուհանդերձ։ Պարոն Վարդանյան, ձեր խոսքից տպավորություն ստացա, որ ուղղակի սուբյեկտիվ, որ Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծություն է։ Խնդրում եմ ասել, թե մեծությունների շարքում երկրորդ եւ երրորդ տեղերում ովքեր են։ Արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս ձեզ համար մեծություն է եւ հատկապես որտեղն է զբաղեցնում։ Նաեւ խոսեցիք Վրաստանի մասին եւ զուգահեռեցիք այսօրվա իրականության հետ։
Բիդինա Իվանիշվիլիին էիք ակնարկում իմ տպավորությամբ, արդյոք դուք Սամվել Կարապետյանին եւ Բիդինա Իվանիշվիլիին նույնացնում եք եւ Հայաստանում գուցե Սամվել Կարապետյանի միջոցով փորձվում է իրականացնել Բիդինա Իվանիշվիլի 2 օպերացիան, որի իրականացման շահառուներին էլ գիտենք եւ դրա արդյունքներին։ Կարծում եմ ականատես ենք եղել։ Եվ ինչ վերաբերում է ժամանակը սպառվել է, խնդրում եմ, էլի որ պատասխանը հասնեք։ Ընդհանրապես մի փոքրիկ մեջբերում անեմ նրա փաստաբանի 3 ֆակտորային տված մեկնաբանությունից, փաստաբանը ասել է, որ պարոն Կարապետյանը ընդհանրապես նպատակ է ունեցել հաշտեցնել եկեղեցուն եւ իշխանությանը։ Շնորհակալություն։ Լավ է դա ելեք տեսել։ Սամվել Կարապետյանը մեծություն է։ Բոլոր այն արժանապատիվ մարդիկ, հայ մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի հայության մասին եւ փորձում են օգտակար լինել, մեծություններ են։ Սամվել Կարապետյանը բացի դրանից ինձ շատ հարազատ ընտանիք է, գերդաստան է, արմատներ ունեցող գերդաստան եւ անարմատների հարցակումը արմատ ունեցողի վրա միշտ ապալվում է։ Այսպիսի բան կա, գիտեք, հայտնի խոսք է, ասում է, երբ որ չարը եւ բարին կռվում են, չարը հաղթում է։ Բայց երբ չարի կողքին կա նույնական ուժ եւ բարու կողքին կա նույնական ուժ, նույն ուժը, միշտ բարին հաղթում է։ Մենք նաեւ բարեկամներ ենք, այնպես որ Սամվել Կարապետյանը այո մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկն է։ Ինձ համար լավագույն զավակներ են տասնյակներով, հարյուրներով մարդիկ, օրինակ եթե դուք էլ այցելեք եւ խոնարհվեք իմ սենյակում մեծությունների առաջ, կտեսնեք։ Վրաստանի պարագայում նմանությունները այն է, որ եւ Իվանիշվիլին եւ Պարոն Կարապետյանը երկար ժամանակ չապրելով իրենց երկրում, աշխատելով եւ հեղինակություն ստեղծելով այլ տեղերում, իրենց ամբողջ նպաստը բերել են իրենց ժողովրդի իրացնող երկրի համար, ներդրումներ են կատարել, աշխատատեղեր են ստեղծել հազարավոր եւ բնականաբար իրենց միակ նպատակը իրենց պետության, իրենց երկրի զարգացումն է։ Ձեր ենթադրություններն են, ոչինչ չեմ կարող դրան ավելացնել, բայց նմանությունները տեսնում եք, դուք ինքներդ վստահ են։ Եվ վերջին մի դիտարկում էլ արեցիք, որ հա, փաստաբանի խոսքը դուք լսել եք եւ Սամվել Կարապետյանի խոսքը առաջի օրը եղել է ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ում վախերը, որ մասի վախերը, դրանից ինչ հետևություն եւ ինչ հիստերիայի մեջ են ընկել, մենք ականատես ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։